Մեր այրերը, մեր այրերը։ Մեր այրերը, մեր վարչության, մեր պետության ղեկավարները միշտ ինչ-որ հեռուստատեսության բան ասում են բարելավում, տրանսպորտի բարելավում, սրա բարելավումը որն է, որ էսի նմանա չարի, ոչ թե բարու։ Եթե ընդամենը այս ճանապարհը ունի 500 մետր բարձրություն, 500 մետրից դու բարձրանում ես ու հասնում ես քո բնակավայրը, քո Կազախը, որը ավելի շատ մոտիկ է Երևանին, քան ասենք Կոտայքի շրջանի, ասենք ոնց ասեմ, քաղաքապետարանին կամ որևէ մի բանի։ 35 կիլոմետր է բանից, Հրազդանից, մինչև Երևան։ Այդ 35 կիլոմետրը Հրազդանցին գալիս է 500 դրամով։ 500 դրամ փող է վճարում, գալիս է հասում է մինչև Ազատության պողոտա։ Բայց քասախցին էս 500 մետրը, որ պետք է իշնի, հասնի ստե, որ նստի տրանսպորտ ու շարունակի բան, նա ամեն 100 մետրին վճարելու է 100 դրամ։ Դրա բարելավումը որն է։ Չէ որ բարելավել, բան չունենք ասել, որ թող բարելավումը ես իմ կարծիքով, ինձ թվում է դե բոլորն էլ համաձայն կլինեն դրան։ Բարելավում ես, թող 59-ը իր մարշրուտով, իր ոնց կա դրված, աշխատի, թող բարելավման մոմենտով էլ այդ գազելներն են մցրա, բայց ոչ մի հատ 500 մետրանոց շարավիղում։ Դա կապի մետրոյի հետ, բարեկամության մետրոյի հետ։ Արի աշխատի, ոչ մեկ դա ժողովուրդը դաժե ուրախ կլինի։ 10,000 բնակչություն ունեցող Կազախը մենակ 3-4,000 ուսանողություն ունի։ Այդ ուսանողներն շատ կարող է ուրախանալ։ Թողնի եւ միջին խավի տրանսպորտ եւ ելնի ցածր խավի տրանսպորտ։ Այստեղ ոստիկանները ասում են, որ դուք ոչ ճիշտ ձևով չեք դրսևորում ձեր բողոքը, դուք այսպիսով խոչընդոտում եք մնացած մարդկանց իրավունքները, դուք այդպես եք համարում։ Դե հասկանալի է, որ ասենք պետք է խոչընդոտես, որ քո հարցն էլ լսեն։ Լսելու համար են մարդիկ խոչընդոտում։ Սա քաղաքական ակցիա չի, սա ընդամենը սոցիալական ակցիա է, սոցիալական ընդամենը ինչ կարամ ասեմ, էլի եմ կրկնում։ Անօրինական է փողոց փակելը, բայց 2018 թվականին իշխանության ղեկավարը հենց այդ փողոց փակելով է չէ եկել իշխանության։ Իսկ ինչ ձևի կարելի է, ես խնդրում եմ թող իրանք բացատրեն, ինչ ձև կարելի է լսել ժողովրդի ձայնը։ Եթե արամարվում է, եթե անում են այն ինչ-որ ժողովրդի ոչ թե բարելավում է, այլ չարելավում է, ինչ ձև կարելի է, ասենք, մոտենալ այդ հարցին, եթե ոչ ակցիայով, ոչ ճանապարհ փակելով, ինչ ձև, թող իրանք մի հատ բացատրեն, ասեն, գիտեք ինչ կա, գրավոր գրեք, մենք կպատասխանենք։ Ասում ենք քննարկումներով, բայց երեքից եւ ավել անգամ հանդիպումներ եք ունեցել եւ քննարկել եք։ Այդ քննարկումները, որ իրանք անում են, ոչ մի օգուտ չի տալի։ Նորից գալիս է նրան, որ նորից իրանք այդ հատվածով ոնց պետք է աշխատեն, անենց էլ աշխատում են։ Ախր էսի Հայաստանը ինչ տարբերություն, Կազախը, թե Երևանը։ Ընդամենը ստեղից երկու քայլ վազելով մտնում ես Երևան, հենա Երևանի բզնակը դրած է։ Դուք ինչի բզնակը դրած է։ Կպած Երևանի։ Իսկ ինչի հետ եք կապում այս անգամ։ Երևանցին կարա տրանսպորտից օգտվի, դաժե այն ոնց են ասում։ Կարա օգտվի այն
փաթեթից, որը որ կարա եւ ձրի գնա, ինվալիդ է, տուտա, իսկ ստեղ ընդամենը դու պետքա վճարես։ Դու պետքա կանխիկ վճարում անես։ Իսկ այդ կանխիկ վճարումը ո՞նց կարաս անես։ Ընդամենը 500 մետրի համար 200 դրամ, հա։ Իսկ ինչի հետ եք կապում նախորդ անգամվա համեմատ այս անգամ ոստիկանական ուժերի մեծ քանակով այստեղ լինելու հանգամանքը։ Ես չհասկացա։ Այսինքն նախորդ անգամները ավելի քիչ էին ոստիկանական ուժերը, բայց այս անգամ բավականին շատ են։ Ինչի հետ եք դուք դա կապում։ Այդ արդեն ոնց ասեմ, ինչի հետ կարամ կապեմ։ Իրանց գործը առաջ տանելու համար են այդ ամեն ինչ անում, ճնշում են գործադրում։ Ժողովրդի վրա ճնշում են գործադրում։ Կարծում ժողովուրդը կտրվի այդ ճնշմանը։ Դե ժողովուրդը ամեն ինչին էլ դիմանում է։ Չկա տես մի բան, որ ժողովուրդը չդիմանա։ Ամեն ինչին էլ դիմանում է, ամեն ինչին էլ տանում է, բայց տեղեր կա, որը որ չի կարելի ժողովրդին այդքան ճնշել, են էլ քո սեփական ժողովրդի։ Քո սեփական ժողովրդի հաշվին դուք բարձանում եք, մեծանում եք, դառնում եք նախարարներ, տո չգիտես եսին վարչապետներ, բանես կոմենքում, բայց դա ժողովրդի հաշվին ես դու դա։ Ու դու գալիս ես քո ժողովրդին ճնշելու, ինչա որ ինքը ուզում է իր ճիշտ պահանջը։ Շնորհակալ ենք շատ։